մի կարճ միջոցով Եվրոպա գնացի, դուրս չեկավ, ես եւ ընտանիքս երբ տողեցինք հետեքանք հայրենիք։ Եթե մենք հայերս այս դժվարություններն մեր աչքի չանենք եւ չաշխատենք այստեղ, ելով պիտի գա այստեղ աշխատի ապրենք։ 15 տարեկանից բաբաս սովորեցած է ինձ արեստը եւ կշարունակեմ որ մինչեւ հիմա։ Գարաչարյան բոլոր հայերի, որ իրենք կան այստեղ արդեն եւ մենք ավելի բարերավենք Հայաստանը մեր բիզնեսներով, մեր աշխատանքով, մեր ուսումով։ Երևանի Կողբացի փողոցում Մաշտոցի պուրակի հարևանությամբ իրար մոտ գործող այս կրպակներում մի քանի ամիս է ինչ մեծ շարժ է նկատվում։ Քաղաքի հերթական մասում այսօր յուրահատուկ ու բարձրորակ ծառայություններ են սկսել մատուցել Հայաստան տեղափոխված սիրիա հայերը։ #սպորտ անունը կրող այս խանութը մի քանի ամիս է ինչ գործում է։ Առօրյա եւ սպորտային հագուստ առաջարկող սրահը բացել է Պլխյանների ընտանիքը։ Արամ Պլխյանը ընտանիքից առաջինն էր, որ տեղափոխվել է Հայաստան դեռ 3.5 տարի առաջ։ Ասում է ինքը ծնվել է Հայաստանում ապրելու համար։ Երկրաշարժի ավս սպիտակին, այն ժամանակ երբ որ սպիտակ լիքը մարդ զոհը գնաց, իմ ծնողները ոչ թե որ մի հատ հայ երեխա բերեմ, որ կոնե այդքան զոհի դեղ մի հոգով իրենք օգնություն ինչ որ նման միակատ հայ շատացնեն։ Իմ եղբայրս ինձ 9 տարի մեծ է, քույրս 7 տարի մեծ է, այսինքն միջ չունեն ընդհանրապես երեխա բերելու, այդ որ երկրաշարժը եղավ, որոշեցին որ դրանով մի հատ երեխա բերեմ։ Դրա համար միշտ եւ մեծանում ես, բաբաս ասում են որ դու Հայաստանից գնալու, դու Հայաստանից գնալու։ Այդ մտքով էլ մեծացա, արդեն հենց դրանից սկսեց, առաջին բան արեցին, որ ինձ Հայաստան ուղարկեցին։ Հայաստան գալով Արամը սկզբում աշխատել է հագուստի գործարանում, այնուհետև Դալմամոլում։ Ամրապնդվելով որոշել է ընտանիքի հետ թեկուզ փոքր մասշտաբով, բայց շարունակել Սիրիայում թողած բիզնեսը, հագուստի արտադրանքն ու վաճառքը։ Դեռ եթե ունենք 6-7 խանութ եւ մեծականակ բաժանում ենք, այստեղ հիմա ունենք մենակ Էսպայում մի խանութ, արդատրում ենք մենակ մեր փամբակը, ես որը կան մինչ այդ, որ ես Հայաստանում էի, ծնունից ինձ փամբակները ուղարկեցին Սիրիայից, այստեղ արդեն միտք գար հետակային որ այստեղ գալու փամբակները ուղարկում են, մենք այստեղ բանում ենք մի կողմ, արդեն որ գա քանի տարի հետո արդեն պլանավորված գործը սկսենք անել։ Բոլոր շորերը ոչ մեկը դրսից ոչ Թուրքիայից պատրաստում ենք, ոչ բան, բոլոր մենք այստեղ գարում ենք։ Խանութում, որը կրում է ավել նորաձևություն պակաս դրամով կարգախոսը, կարելի է գտնել հայկական զարդանախշերով, տարբեր տպվածքներով հագուստ ու մարզակոշիկներ գրեթե բոլոր տարիքի մարդկանց համար։ Արամն ասում է գոհ են իրենց գործից։ Վաճառքի առումով դեռ հեռու են Սիրիայում ունեցած բիզնեսից, քանի որ սպառողների թիվն էլ է տարբեր, սակայն վարձերն ու հարկերը մուծել կարողանում են։ Այս բանին, որ մենք բոլորս աշխատում ենք առավոտվա ժամը 10-ից մինչև գիշերվա 10-ից բավարարում է, բայց ես չեմ դժգոհում, այլի ասում եմ, սկիզբնականի սկիզբը պետք է շատ թողնենք, ինչի՞ չէ։ 0-ից սկսում ենք վերջով։ #սպորտի հարևանությամբ վարսավիրական ծառայություններ են առաջարկում Կարո եւ Հովիկ Դավոյանները, նույնպես Հալեպից են։ Կարոն Երևան է տեղափոխվել 1.5 տարի առաջ։ 19 տարեկան տղան վիրավորվել է ռումբից եւ նրանք ընտանիքով եկել են Երևան բուժօգնություն ստացել։ Արդեն երբ որ նոր հասանք Հայաստան 10 օր վերջի ես գործի սկսա Մաշտոցի City մոդը վարսավիրանոց կա, այնտեղ սկսա։ Եղբայրս եկավ 3 ամիս է ոսե միասին վարձկով վերցուցինք այս տարածքը, մենք ռեմոնտը արինք, գործի սկսան։ Վարսավիրությամբ զբաղվելը Դավոյանների ընտանիքում ժառանգական է։ Կարո Դավոյանն ասում է, որ Սիրիայում 70 տարվա վարսավիրանոց ունեն։ Վարսավիրությունը սովորել է դեռևս 15 տարեկանում հորից, իսկ նա էլ իր հորից։ 40 տարվա փորձով վարսավիրը այսօր այստեղ ունի եւ սիրիահայ եւ տեղացի հաճախորդներ։ Սկիզբը նոր որը սկսա, արդեն մենք ուն հրճագավոր ենք Հալեբի մեջը։ Հալեբի հայերը կովս մոտս եկան, 3-4 ամիս վերջն էր արդեն սկսան դեղացիները կալու, կող կմնան գոր, լավ է, մասնակիտությունից միան տղամարդկանց է, գդրել, մորուք սապրել, ես 1 տարի 3 ամսվա մեջը արդեն ժողովուրդը հաջույք կսկա գոր, երբ որ վարսավիրանոց կա և մորուքը սապրվի։ Դավոյաններն ասում են, որ այստեղ համեմատած Սիրիայի հաճախորդների շարժը դեռ քիչ է եւ գումարային խնդիրներ են առաջանում։ Հասույթը չի հերիքում տան վարսավիրանոցի վարձերը հարկերը մուծելու համար։ Չմը դժվար է վարձքերն շատ բարձր է, շատ։ Որոշ չափով համաշխարհային քիներ է վարձքերը։ Փարիզ գրնալալ ոստեյեն վարձքերը ավելի քիչ է։ Չի բավարար է որ։ Քրբանեսա գծախսենք որ նայած որ ես տալին գբաքսի գոր մեր բյուջեն, ասին ունեցածնից։ Արագ սննդի սիրահարներին Կողբացի փողոցի այս անկյունում սպասում է Վիգեն Փիլիպոսյանը։ Շիշտաուկ անունը կրող այս սրահում ֆիրմային ուտելիքն էլ նույն անունն ունի։ Յուրահատուկ դիզայնով սննդի կետը բացած Վիգենը 3 տարի է ինչ տեղափոխվել է Հայաստան։ Հալեբ կանացի շորով սպավեի 2 հատ մեծ խանութ ունեի, որ հադավաճառ կվաճառենք եւ արդատրամաս ունեի։
իմ գործերս ունեի, որ լրիվ դուրս կուղարկեինք, ափսոս մեկ օրվա մեջ 0 դարձանք, եկանք այստեղ։ Վիգեն Փիլիպոսյանն ասում է, որ կարճ ժամանակով մեկնել է նաև Եվրոպա, սակայն հիասթափվելով կրկին վերադարձել է Երևան ու արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել է այս գործը։ Սրահը ամբողջությամբ վերանորոգել ու ձևավորել է ինքը եւ այսօր առաջարկում է տարբեր տեսակի ուտեստներ։ Իմ մոտ ամենաշատ ընդունվող թավուկն է, որ հավի գրծքամիսը կփականա։ Գամած սովորում են, տարավես տեղամ եմ արդ շաուրմա կիբե։ Ես ուզում եմ այդ մտածելակերպը փոխել, գամած համոզում եմ, որ փորձանք չէ, այդպես սկսանք քիչ համոզվել։ Վիգենն ասում է, որ շիշտաուկը պատրաստում է հատուկ համեմունքներից եւ բաղադրատոմսը գաղտնի է, նույնիսկ աշխատողները չգիտեն։ Հաճախորդների հետ էլ գերադասում է ինքը շփվել։ Ասում է բիզնեսի տեսանկյունից դա է ճիշտը։ Այդտեղ ես եմ աշխատում, որ ուղղակի շփումը ես հաճախորդին հետ ունենամ, ցավը իմ ցավն է, քանի աշխատող տնես նույն ցավը չունենա։ Դրա համար ես երկար ժամեր այստեղ եմ, որ որակը բահեմ, իմանամ ինչ կլա, ինչ չլա, դրա համար։ Վիգենն օրական աշխատում է 16 ժամ, չնայած եկամուտը դեռևս չի բավարարում ծախսերը հոգալու համար, սակայն նշում է, որ նոր բացված տեղի համար լավ է։ Խնդիր չունենք, եթե մեկը չխանգարի մեզի, մենք խնդիր չունենք։ Մենք աշխատենք, որ մեր հարգը գմուձենք, որ հոսանք, արեն։ Շիշտաուկի հարևանությամբ իրենց փոքր բիզնեսն են ստեղծել 22-ամյա ընկերներ Պետրոսն ու Գևորգը։ Նրանք եւս Հալեպից են։ Մոտ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Հայաստան։ 7 ամիս է, ինչ բացել են սրահը։ Ուրեմն ինքը կոմպանոց է, PlayStation-ը, որ երեխեքը արդեն գարան այստեղ կան խաղան։ Պետրոսը Հալեպում սովորել է կիրառական մաթեմատիկա։ Ներկայում շարունակում է ուսումն այստեղ։ Փոքրիկ բիզնեսից տղաները գոհ են, ասում են բավարարում է իրենց ծախսերը հոգալուն։ Հիմա ճիշտն ասած 7 ամիս է եւ բարգացուձո գործը ավել լավանում է եւ սկիզբը ինքը ճիշտն ասած սիրահայ են գալիս մոտ, բայց հիմա արդեն սկսեցինք դեղացնել կան եւ ավել լավանում է գործը։ Երևանի կենտրոնում փոքրիկ առևտրի գոտի ստեղծած այս բոլոր սիրահայերն ասում են, որ նպատակ չունեն Հայաստանը լքելու։ Պատերազմի արհավիրքից ռմբակոծություններից փրկված այս մարդիկ քաղաքի տարբեր մասերում ստեղծելով փոքր բիզնեսներ մեծ ներդրում են ունենում, սպասարկման նոր մշակույթ ներդնելով Հայաստանում։